մի վարքյան մի պին մի հատ անունները ասեմ, հա, կներեք, որը ասեմ ես մեղեջում։ Տեր Փարեն Անդրանիկ Առաքելյան, Անդրանիկա Ավազյանի անունն է։ Տեր Փարեն Անդրանիկ Առաքելյան, Տեր Մանուկ Գևորգ Զեյնալյան, Տեր Հայկ Էդուարդ Սահակյան, Տեր Մկրտիչ Գարսևան Երանյան, Տեր Ղևոն Բարարապ Գարդյան, Գարեգին Դանիելյան, Տեր Սարգիսի և Տեր Նարեկի գտնվելու վայրը հայտնի չի, ինչպես որ Մկրտիչ Հովասնե Սաբեղային, հա, մի վարդան գնացի հա, հես ենք։ Տիկին Ֆարմանյան, հիմա այսինքն դուք մի պին ներկայացրիք։ Արդեն ներվերի հաշվին են սրանք։ Մի պին ներկայացրեցիք անունները։ Մի պում հաղորդում ենք տվել և անհետացման փաստի հետ կապված և նաև ես ուզում եմ հասկանամ սա ինչ անհարգալից վերաբերմունք է փաստաբանական ինստիտուտի նկատմամբ։ Գրասենյակ կարա։ Բայց Ռոմանը չէ, ասեց գնամ բանակցան։ Բայց ինչպես իրեն ներս թողեցին, ձեզ չէ։ Հրեց դուրը։ Կմտավ իրան էլ ներս չթողեցի։ Գուցե դուք էլ հրեիք կարող եք։ Հա, ուղղակի չուզեցի տղամարդ, հա, չուզեցի, հա, իրեն առաջ հրել, իսկ մեր պարոն Ահարոնյանը ոնց որ այդպես կարողացավ ձեռքով, հա, ես իրեն ձեռք չուզեցա տալ, էլի, թեկուզ բարի դրացիական։ Իսկ մի բա հատկապես ինչով էր հետաքրքրում, թե ովքեր են ներսում եւ ինչ։ Դե մի լիազորությունները գիտեք, մարդու իրավունքների պաշտպանությունն է եւ առավել եւս, հա, եթե մենք ունենք բերման ենթարկվածներ, որոնց մի մասին էլ գտնվելու վայրը անհայտ է եւ դա նույնպես հանցագործություն է, այս ենթադրյալ հանցագործության շրջանակներում իհարկե գոնե մոնիտորինգ անելու եւ եզրակացություն կազմելու պարտականություն։ Սրբազանի գտնվելու վայրը չէ, չէ, Նարեկ եւս երկու հովքեվորական Քահանայի երկու քահանա։ Մի րոպե սա ասեմ, Տեր Նարեկ Քահանա Սարգսյան եւ Տեր Սարգիս Քահանա Սարգսյան։ Եվ Արարատի թեմի Ադե թեմի առաջնորդի համար առավոտվանից հա 7-ի շահերի պաշտպանություն է այստեղ գրված, դարձավ 9։ Եթե այդպես նայենք, 6-ը ներսում են, ըստ մեր տեղեկությունների Տեր Համբարձում Դանիելյանին բերում են էլի այստեղ, դրա համար միանգամից գրել ենք, որ հենց բերեն իր շահերի պաշտպանությունը, մի վարքյան թողեք ավարտեմ ժողովուրդ ջան։ Մյուս երկուսին էլ հա դրան է էլի անդրադառնում։ Մասով եք դիմել ոստիկանություն։ Հա, իհարկե, հա։ Բերման ենթարկվածների գտնվելու վայրը հայտնի է։ Նայեք, մեր հոգևոր հայրերից, մայրաթորից ինչ ինֆորմացիա ստանում ենք, որ եկեղեցականների խուզարկության կամ բերման ենթարկելու կամ անհետացման մասին միջոցներ ենք ձեռնարկում, ձեզ հետ միասին տեսնում եք այստեղ Ներսում աշխատանքի մեջ։ Եթե 6-ն են, երկուսը անհետ են, ստացվում է 8։ Մեկն էլ բերվում է։ Հա, Տեր Համբարձում 7, բայց եթե ասում եք երկուսը անհետ են, չգիտեք որտեղ է։ 1, 2, 3, 4, 5, 6, 7 հոգու շահերի պաշտպանության դիմումը
էլեկտրոնային եղանակով մուտքագրվել է քննչական կոմիտե, հիմա էլ ուզում ենք թղթային եղանակով մուտքագրել 7-ից 2-ը չէ, դա չեմ ճշտում, 7-ից 2-ի տեղը չգիտեք։ Ոչ թե 7-ից 2-ի տեղը չգիտենք, այլ եւս 2-ի տեղը չգիտենք։ Այստեղ գտնվող 6-ից բացի եւս 2-ի ստացվում է, այդ 7-ը չեն ստացվում, ավելի շատ։ 9 է ստացվում։ Հա, դա եմ ասում։ Հա։ Իրանցը հայտնի է շահերի պաշտպանությունը իրանց մասով։ 6-ը այստեղ են։ Լավ, եկեք այդ մաթեմատիկան դադարեցնենք։ Ես պարզ ասեմ։ Պարզը ասում եմ 6 հոգևորական գտնվում են ներսում ըստ մեր նախնական տվյալների վկայի կարգավիճակում, բայց երկար ժամանակ արգելափակված եւ նրան բացի դրանցից Տեր Համբարձում Դանիելյանի մասով ինֆորմացիա ենք ստացել, որ բերվում է քննչական կոմիտե։ Հիմա մենք այս 7 հոգևորականների համար 3 փաստաբաններով դիմում ենք ներկայացրել եւ հիմա էլ այս թղթային եղանակով դիմումը ուզում ենք մուտքագրել ընդհանուր բաժին։ Սա մի փաստ։ Երկրորդը եւս 2 հոգևորական Տեր Նարեկ Քահանա Սարգսյան եւ Տեր Սարգիս Քահանա Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց իրենք տնից բերման են ենթարկվել եւ տեղ չեն հասցվել։ Իսկ Տեր Մկրտիչ Սրբազանի թեմի առաջնորդի խնդրի մասին առավոտվանից տեղյակ եք, որ անձը ուղղակի անհետացել է պետության իրավազորությունից դուրս, օրենքի պաշտպանությունից դուրս իրավիճակում է փաստացի գտնվում, որտեղ չգիտենք, մեզանից թաքցվում է, բոլորիցս թաքցվում է նրա գտնվելու վայրը։ Բայց քիչ առաջ պարոն Զորաբյանն նշեց, որ ինֆորմացիա տեղեկություն են ստացել, որ Սրբազանին բերում են այստեղ։ Մենք էլ ենք այդ ինֆորմացիա, բայց բերում տեղ չեն հասնում։ Կբերեն, այսօր կբերեն, թե ինչ, այն որ ասում են ոնց էլ լինի, մինչև ձմեռ կբերեն, էլի, այդ պահն է։ Հիմա այդ պատճառների պատասխանը ոչ թե մենք պիտի տանք փաստաբաններով, այլ մենք պիտի հարցնենք փաստաբաններով, թե ուր է մեր վստահորդը։ Այդ պատճառի պատասխանը մեր լիազորությունների շրջանակում չի։ Դա այս դռների հետևում, զմրսված դռների հետևում գտնվող պաշտոնատար անձանց պատասխանը պիտի ակնկալեք, որ հասկանաք ուր են հոգևորականները։ Քիչ առաջ իրազեկ քաղաքացիների միավորումն է հայտարարություն տարածել, հաստատել է, որ իրենց հաղորդման հիման վրա է այս գործողությունները իրականացվում։ Տիկին Ֆարմանյան, իրավական հարումով, երբ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում, այսպես պետք է այդ գործողությունները իրականացվի, անհայտ ուղղությամբ տանեն մարդկանց, ներխուժեն առաջնորդարան։ Դե որ այսպես չպիտի արվի եւ սրա դեմ մենք պայքարում ենք, առավոտից երևի տեսանելի է, որ մենք էլ դժգոհություն, զարմանք եւ անհանդուրժողականություն ունենք իրավունքի, օրենքի այսպիսի խախտումների հետ կապված։ Իսկ հաղորդում ներկայացնելը հիմա իրազեկ միավորումը ներկայացրել է հաղորդումը, փաստը պիտի ստուգվի, բայց դա չի ենթադրում, որ այսպեսի ռեպրեսիաներ ու հանցագործությունը ստուգելու համար, փաստը ստուգելու համար մի հատ էլ հանցագործություններ պիտի կատարեն, այսինքն անձը անհայտանա, դուրս գտնվի պետության իրավազորությունից, տեղը թաքցվի, պլյուս դրան մի հատ էլ փաստաբանների մուտքը մյուս հոգևորականների մասով խոչընդոտվի։